լույսես հավատա, մի նոր պատմության, սարքն ես դու վաղվա։ Հեղնար Հելեն Ավագյան, գրող, մանկագիր, 9 գրքի հեղինակ, բազմաթիվ ստեղծագործություններ վերածվել են երգի։ Հելեն Ավագյանը պարգևատրվել է Համո Սահյան, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի և Հովհաննես Թումանյան հուշամեդալներով և մի շարք այլ պետական պարգևներով։ 2022 թվականին արժանացել է Արմենիկոս տիտղոսին։ Բազմաթիվ համահեղինակային ձեռնարկությունների գրող է։ Իր գրքերի մեծ մասը Հելեն Ավագյանը ուղղել է բարեգործության։ Այժմ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ շարունակում է հայանպաստ գործունեությունը։ Հեղնար Հելեն Ավագյանի քնարերգությունը ազնիվ ապրումների թելադրանք է։ Ընթերցողին բացիրտ երևալու, իր մոտորումները ազատ բարձրաձայնելու պահվածք։ Սա այն երանելի վիճակն է, երբ հեղինակը ընթերցողին է ներկայանում բաց ափի պարզությամբ, որտեղ թաքցնելու բան չունի։ Ահա այսպես են արտահայտվում իր մասին ընթերցողները։ Հանդիսանում է Յունիկը Որց 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր։ Ուր էլ որ գնանք, հայ ենք մնալու։ Անպղծելի է արյունը հայի։ Մեր արմատները անտիկ դարերում հզոր են եղել, ինչպես եւ հիմի։ Կեցցեք հայ ազգի զավակներ խիզախ, ձեր շնորհիվ է, որ չենք ընկրկում, ձեր բազկի ուժն է պահում մեզ անկախ, դուք եք, որ բնավ երբեք չեք ծնկում։ Չեք ծնկում երբեք ոսոխի առաջ, և թող ճանաչի աշխարը իմ ազգին, եկեք վերստին մի բռունցք դառնանք, և մեր պատիվը տարածենք չորսդին, մենք ամեն մեկս Հայաստան ենք մի, և ամեն մեկս լույսի ճառագայթ, մեր մեջ է համը, մեր հող ու ջրի, մենք ապրում ենք, կանք Աստծո օրհնությամբ։ Հելեն Հեղնար Ավագյան։ Հելեն Ավագյանին այս ժամանակակից գրականության մեջ ուրույն ձեռագիր և գրական նորխոս ձևավորելու համար։ Տարիների ամենացոր տաղանդի համար պարգևատրվում է Յունիկը Որց հատուկ մրցանակով։ Մեր բլոկ արխավ, լույսես հավատա,